Զինված գրոհայինների վերջին խմբի դուրսբերումից հետո սիրիական կառավարական բանակը սկսել է ականազերծել Հալեպը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ամփոփել է Սիրիայում վերջին օրերի զարգացումներն ու հումանիտար աղետի թեզ է առաջ քաշել։ Նշվեց իբր ինչ-որ մեկը ռազմական նպատակներ է հետապնդում առանց հումանիտար հետևանքների մասին մտածելու։ Եթե դուք Ռուսաստանն եք ակնարկում, ապա ասեմ, որ դա բոլորովին այդպես չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նախագահ Պուտինին նույն օրը զեկուցել է 34,000 մարդ տարհանելու մասին։ Ըստ Շոյգուի, այժմ սիրիացի մասնագետների օգնությամբ վերականգնվում է էլեկտրա և ջրամատակարարումը, տրամադրվում է հումանիտար օգնություն։ Շոյգուն Պուտինի մոտ էր եկել քարտեզով ցույց տալու համար, թե որ հումանիտար միջանցքներով է հնարավոր եղել տարհանել մարդկանց։ Հալեպի ազատագրումն ավարտվեց մեր զինվորականների անմիջական, եթե ոչ որոշիչ մասնակցության շնորհիվ։ Խնդրում եմ նրանց փոխանցել իմ երախտագիտությունը։ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի եւ բոլոր հետաքրքրված կողմերի հետ պետք է ամեն ինչ անենք ռազմական գործողությունները Սիրիայի ամբողջ տարածքում դադարեցնելու համար։ Ազատագրված Հալեպի փողոցներում կարգ ու կանոն հաստատելու համար Սիրիա է ժամանել ռուսական ռազմական ոստիկանության գումարտակը։ Կարմիր բերետավորները Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածաշրջանային բաժանմունքների կազմում կապահովեն կենտրոնի զինծառայողների, ռուսական միջազգային հակաականային կենտրոնի մասնագետների, շարժական հիվանդանոցների անձնակազմի ու Հալեպ ժամանած մարդասիրական պահակախմբերի անվտանգությունը։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։